Ինչպես տեսնում եք, իշխանությունը բացահայտ ռեպրեսիաների է դիմում։ Ձեր կարծիքով ճարահատյալ է դա անում եւ արդյոք Փաշինյանին այդ եղանակով կհաջողվի 2026 թվականին նորից ստանալ ժողովրդի քվեն։ Ինքը, ասեմ քեզ իմանաս, Ալիևի դաբրոն ունի, Պուտինի դաբրոն ունի, Էրդողանի դաբրոն ունի, կընտրվելու մարդը, մեզ ով է հարցնում։ Այսինքն ժողովրդի ընտրությամբ չի։ Չէ, երբ այլ է ժողովրդի ընտրության։ Չէ է, 18 թվին էլ խափին, բերին, մինչև Երևան հասնելը, բեմը սարքին, կայնեցրին, դարձրին ընդդիմություն, դարձրին ընդդիմության ղեկավար։ Այն էլ որպես անթասի մարդ համաձայնվավ։ Ուզում է, բայց դե տենանք ժողովուրդը պետք է ոտի հելեն, էլի, սենց չի լինի, արդեն մենք լրիվ իջել ենք, պետք է բարձրացնենք երկիրը։ Այս կառավարության ոչ մի ծրագրի մեջ ես ճիշտ բան չեմ տեսնում։ Ես տեսնում եմ միայն միակողմանի դա մի ուժային կառույց է, ով որ փորձի չենթարկվել, չգիտեմ ինչ է իր հետ կատարվելու։ Միայն իրանց ծրագրեր իրականություն են դարձնում իրանց այդ կեղտոտ ծրագրերը եւ ահաբեկություն ուժով ոչ մի բան չի լուծում։ Ուժը չի որոշողը, արդարությունն է որոշողը, ճշմարտությունն է որոշողը, որ ասեն ու անեն։ Բայց ղեկավարը ինչի համար է, երբ որ նա ժողովրդին, երբ որ նա ժողովրդի մատից փուշը չհանի։ Առաջ որ ասում էին թե այս պարեկներին շատացրին բան, ասում են հա դե բանաց էլի շատացնվի, բայց հիմա հագարակը ժողովրդին ճնշելու համար է։ Հիմա տենց եմ մտածում ես։ Ես չեմ պաշտպանում, բայց իրականություն եմ ասում։ Վարդան Ղուկասյանի, Գյումրիվա Վարդանի, Սամվել Կարապետյանի, Տաշի, Սրբազանների, ես չգիտեմ, դատապարտում եմ նման ազգային մարդկանց։ Ինչի մարդ, ասենք, նման ազգային մարդկանց, ենթադրենք շատ հայեր ունենք, որոնց, այսպես ասեմ, որոնցով մեզ ճանաչել են մեր ազգին, որոնք մեզ ներդրում են ունեցել մեր ազգի մալ, ինչու այդ մարդկանց արգել են, հա, դրանց ոտնամուտքը մեր երկրում արգելվի, հա, ապուրինիներ գախյալները գան լցեն մեր երկիր, մեր երեխուն սմանող մորթող թուրքը գա լցվի մեր երկիր, դատապարտում եմ, իհարկե, ինչի մար, մենք ուզում ենք, ես ընդհանրեն ուզում եմ, որ մենք ապրենք, հայ ազգը ապրի, ես չեմ ուզում, ասենք, օտար բռնաճնշումներ, չգիտեմ, Վենսեր, Թրամփներ, Նենսի Փելոսիներ, չգիտեմ, ինչ որ գալիս են սուտ ծիծեղնագաբերդում լաց են լինում, ես չեմ ընդունում, տենց, ուղղակի դերասանություններ են նրանց կողմից, այդ Թրամփները, բռնաճնշումները չպետք է լինեն մեր երկրում, ինչի մար։ Շատերին էլ պետք է չկպնեն։ Էթիկա երևի ոնց ասեմ վախուց տեց են անում։ Վախկոտ մարդը միշտ էլ ուզում է իրանց ուժեղներին պատժի, որ ինքը գա առաջ։ Նույնը եղել է բոլոր ժամանակներում ցանկացած ոլորտում վախկոտը միշտ իրանց ուժերին պատժել է, որ ինքը գա առաջ։ Դե ամեն դեպքում ինքը ուզում անտրվի, բայց ժողովուրդը գիտի ում կընտրի։ Ստե ժողովուրդը հարցնա, ժողովուրդը ում ընտրի, այն էլ կընտրվի։ Ընդհանրական քարոզարշավ է։ Հզորներին վերացնում են, փակում են, որ չխանգարեն։ Այդքան բան։ Հիմա էլ ԿՊ-ի ներսում բան է, տագնապալի վիճակ է, սաղ ստենում ենք ինչա կատարվում, սա վախվորած ընդդիմությունից, իրանց տեղը չեն գտնում, ինչ-որ փրփուրներից են կախված, բայց կարծում եմ իրանց ռեպրեսիաները եւ մնացած ամեն ինչը արդյունք չի տալու, ժամանակն է, որ հեռանան Հայաստանից։ Այսինքն ամեն ինչը անում է, որ նորից Իշխանություն պայի, բնականաբար, իշխանություն պայի։ Մեր պապերը մի հատ լավ խոսք ունեին, ասում էին չտեսավ պատից կախ, տեսավ ճակտից կախ։ Դեմի այդ փնթիներն են։ Ամոթ չի այդ բառը իրանց ասել էլի։